Սաթխագյուղը դարերի խորքից եկող հարուստ պատմություն ունի, որը պահպանվում է ոչ միայն մարդկանց հիշողություններում, այլև իր յուրահատուկ թանգարանում։ Գյուղի սրտում կանգնած այս մշակութային օջախը դարձել է անցյալի ու ներկայի կապող կամուրջ, վկայելով սաթխացիների կենսակերպի, հավատքի և աշխատանքային ուղու մասին։ Թանգարանի յուրաքանչյուր անկյուն պատմում է պատմության յուրաքանչյուր ցուցանմուշ մի ժամանակաշրջանի լուռ վկա է։ Բարեկորձ ընտանիք կարելի է համարել։ Դուք գիտեք, որ Արթուրը մեծ արագյալում շինեց եկեղեցի, հոյակապ եկեղեցի, հետո, ինչպես գիտեք, թանգարան ունենք մենք, որի կառուցման հեղինակը Արթուրն է, ճիշտ է, նմուշները թանգարանի ես են տարիներ շարունակ հավաքել, բայց ամբողջ այդ կառուցվածքը, այդ շենքը Արթուրի շինած է։ Արթուրը գետի մյուս ափից, այս ափը թանգարան դեպի կամուրջ շինեց, կամուրջ, որի քարերը միջնադարյան կառույցների նման է, այսինքն քարերը մուրջ չեն դեսել, ժեր քարեր են, բնական, ինչպես վերել է, այնպես էլ տեղադրել է։ Թանգարանի շենքն էլ ամբողջությամբ կառուցված է ժեր քարերից, գիգլոբյան կառույցները աշխարհ են եկել մեզանից 5000 տարի առաջ, գիգլոբյան բերդեր այժմ գոյություն ունեն Ճավախքում շատ կան, հատկապես Սաթխայինը, որի անունը մենք դրել ենք Ղալան։ Հիմա թանգարանը գործում է և դարձել է ոչ միայն Ճավախքի, Վրաստանի, այլև հեռավոր վայրերի այցելության վայր է, գալիս են, նույնիսկ Ամերիկայից են գալիս, տարածվել է թանգարանի անունը, գնում են խմբով Տերյանական տուն, Տերյանի տուն թանգարան, գալիս ասում են նրա կառուցվածքը ուրիշ է, բայց այս թանգարանի իմաստը ուրիշ է, այդտեղ զետեղված են մեր կյանքի, հին ու նոր կյանքի հավաքված նմուշները։ Շատ ուրախ եմ, որ դեր կամ, սպասարկում եմ գալող խմբերին, բացատրում, նրանք էլ հիացած թանգարանով գնում են իրենց գործին։ Թանգարանը կառուցվել է բարեկորձ Արթուր Իսոյանի նախաձեռնությամբ, սիրով ու նվիրումով սեփական հայրենիքի հանդեպ։ Այստեղ հավաքված են հնուց եկած արժեքավոր նմուշներ, կենցաղային իրեր ու հիշողություններ, որոնք խոսում են գյուղի անցյալի, շնչի մասին։ Այս թանգարանը ոչ միայն պատմության պահոց է, այլև ապագա սերունդներին ուղղված պատգամ, պահպանել, արժևորել և սիրել իրենց արմատները։ Սաթխայի թանգարանը դարձել է գյուղի հպարտությունը և կենդանի վկայությունը նրա հարուստ մշակութային ժառանգությանը։